Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր ապրանքները, ասել են շուտով գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Ինչ է լինելու։ Էլի որ փակեց ռուսը, ես եմ շահելու։ Ինքը 18 միլիոն փող ունի ջեբը, իսիմ եմ 60,000 թոշակ սա հաշվանդամության։ 600,000-ով գազ կփակեմ։ Հակառուսական տրամադրություն ա տիրում, ինքը քաղաքականությունը տենց ա տանում։ Ինչի առաջ Ռուսաստանի հետ են լավ չէր, շատ լավ է։ Ինչ ծախեց, հող ծախեց։ Իսկ ինչ ա լինելու սրա վերջը, ո՞ր է։ Ես չգիտեմ, արդեն Աստված գիտի։ Հա, Ռուսաստանը գիտի կացուտա հայտարարը ո՞ր կարա իոլա գնա։ Քիլի պիտի համել Հայաստանը Ռուսաստանի բանը դաշնակից դրամատիկի տայլա։ Դե ասել են ուրիշ տեղից կգնենք, բայց այդ ուրիշ տեղն էլ դուք գիտեք որտեղ է։ Ու այդ ուրիշ տեղից էլ մի բանը որ իրանց կամքով չլինի, այն բանը կփակեն։ Իչե հասնել իրանց արժեքի։ Այդ ամենը բոլորն է տերեմ դուք եք տելու պարտադիրավորանք իշխող այդ քաղաքացի ասի այդ հանգացման մասին կամ իշխող բանի մասին։ Հերոստացուցը մատը հայտնում է փող չունեք օրինակ կարակ ուտեք խոտքեր եք։ Ի ասած մեր ղեկավարի ասած չի։ Իսկ այս հակառուսական քաղաքականության մասին ինչ եք մտածում։ Ռուսը չլի ով են սրանք։ Այս որ վերենգած է ռսի դեմ։ Այսա որ գազը սարքեց 600-700 դոլար։ Ինչ տյանեն։ Այս հլա ամառա սսկված են, վերընկած են տեղները, բայց որ հեսա բան եղավ, ձմեռն եկավ, գազը չտվեց, կարող է համի գազը տա, հենց այս ձևի շարունակվեց, ձմեռվա մոտ արդեն կթանգացնի, և վաղթի ինչ տյան է։ Երեկ ես իմ սաղ ծանոթներին, ընկերներին, բոլորին կոչ եմ արը, համիգմանից փեդի զակատով կարեք, որտև գազ չի լելու։ Կամ բդիլի ենքան թանք դիլի, որ չբդի կարենակ, տակից դուզ գակ, քանի եթա ավելի ավադանալու։ Եթե Ռուսաստանից ծորին չկա, մենք ինչով ենք կապելու։ Ախր, գիտեք ինչ, որ խոսում եմ այսպես, որոշ մարդիկ ասում են ռուսաստրուկ, եղբայր չկա ռուսաստրուկ, այդպես հասկացողություն չկա, կամ եվրոպական ստրուկ չկա, սիմա, կա սեփական ժողովուրդ, սեփական երկիր եւ դրա ապրելու ձև։ Ինչ ռուսաստրուկի մասն է խոսքը, ես ոչ մեկին էլ չեմ սիրում, ես սիրում եմ իմ ազգին, և ես ուզում եմ, որ իմ ազգը կարողանա գտնել ճանապարհը, իր ճանապարհը, եթե մենք չկարողանանք աշխարհում մենք ոչ բարեկամ չունենք, ով գալիս է այստեղ, գալիս է զուտ իր շահերի համար, ոչ մեկը առանց շահի այստեղ չի մտնում, իսկ մենք թվում է, թե այս Ամերիկան, կամ Ֆրանսիան, կամ Թուրքիան կգան և Հայաստանը կծախեն, այդպես չի։ Պետք է կարողանանք համադրել շահերը, Հայաստանի շահերը եւ այն երկրների շահերը, որոնց շահերը մեզ հետ համընկնում են։ Եթե դու ինձ ձեռը չբռնես, ես քո ձեռը խիտնի բռնում, չհասկացա։ Մեր հարևանը ռուսն է, ով ինչ ուզում է երկիր կարծիքն է։ Ոչ Ամերիկան, Ֆրանսիան են գալու քեզ օգնել։ Ռուսը պատմությունը ցույց է տվել, թրքից է փրկեց, էս արեց, այն արեց։ Հա, բա ռուսը իր սահմանն է պահում, փողը տալետ կամ զինվորը պահում, բան է անում, էլի մեր սահմանն է պահում, մթում, բայց այդ չէ, մեր սահմանը իր համար է սահման։ Ռուսը որ զորքը հանի տանի սահմանի վերից, ինչ է զանելու։ Հիմա որ կանգնենք ասենք, որ Պուտինն ախմախ մորդ է, հիմարություն կլինի։ Փաստացի այսօրվա վիճակով սա գելացների միջից երևի ոչ թե երևի, այլ հաստատ ամենագրագետ անձնավորությունը Պուտինն է։ Սա աշխարհը թափելավեր են, ինքը եկավ է սոված երկիրը, Ռուսաստանը ավիրված երկիր էր լրիվ, սարքեց սվև դերջավա, Հայաստանի ղեկավարը, իրանից ինչ է ներկայացնում, որ ինքը կարողանա Պուտինի վրա մատ թափտա։ Հետո այսօրվա վիճակով, որ կայնում այտենց բանեն ամ ռուսներին են կպեին, սխալ անեմ Պուտինը, որ գազը կտրի բա, թո կտրի հայերն իրար ուտեն, ճիշտ անեմ, գիտես, որ մի մարդ քեզ օգնում է, քեզ լավություն անա, մի բանով քու տնտեսական պայմանները ձգտում է, որ լավը լինի, դու պիտի շնորհակալ ես այդ մարդուն, դու ուզում ես քեզ քո ընտանիքին ձերի պահեն, էսանյան, բնականից քեզ դրանց երեքին, ոչ կեն, ով է ծախել, Պուտինը, ինչով է ծախել Պուտինը, Փաշինյանը կայնավաց այդ Ղարաբաղ Ադրբեջանի մասը, ինչ ասի, Պուտինն ինչ ասի, ինքը պետության ղեկավարը, գիտես, ես ու դու ինչ եք մտածում ուրիշ է, բայց
իր ասելուց հետո որ Պուտինը կաներ մի բան ասել, սա կաներ մի ասել, արա այդ պետության ղեկավարը Հայաստանի ղեկավարն ասեց, որ դա Ադրբեջանինն է։ Դու ինչ ես կանի ուրիշ բաներ խոսել։